Մեր այսօրվա զրույցը ավելի կվերաբերի մարդկային հարաբերություններին, մեր եսասիրությանը եւ նաեւ մեր պատրաստակամությանը, թե ինչ կարող ենք մենք տալ դիմացինին։ Երբ որ մենք կյանքի ընթացքում ունենում ենք վախեր ու կասկածներ դեպի Աստված, մենք մտածում ենք, թե ինչ է լինելու վաղը, շատ որ ասում են լավ կլինի, որքանով դա ռեալ է եւ որքանով դա իրական է, կամ երբ որ մենք դժգոհություն ունենք Աստծո նկատմամբ, էլի մտածում ենք, թե ինչու Աստված ինձ այս կամ այն իրավիճակում չօգնեց, կամ ինչու իմ կողքին չէր Աստված այս իմ ծանր իրավիճակում, երբ որ ես իր օգնության կարիք այդքան ունեի։ Ու հետո, երբ որ մեր այս հարցերին էլ պատասխան չի լինում, մենք սկսում ենք դիմել մարդկանց, փորձելով այն բացը, որ մարդ եւ Աստված հարաբերությունում մեր կյանքում առաջանում է, փորձում ենք այդ բացը լրացնել մարդկանց հետ մեր հարաբերությունների ընթացքում, բայց ավելի շատ ոչ թե մարդկանց ինչ-որ բան տալու, այլ մարդկանցից ինչ-որ բան վերցնելու ակնկալիքով։ Թեև մենք կարող ենք մեր այդ բոլոր ցանկությունները մարդկանցից քողարկենք այսպես քաղաքավարության կամ բարության լույսի ներքո, բայց իրականում դրանից ոչինչ չի փոխվում մեր կյանքում։ Մենք շարունակում ենք մոտավորապես այս հարցադրումներով կամ այս շեշտադրումներով մեր կյանքը շարունակել։ Մեր խոսքը ուղղված Աստծուն, որ Տեր Աստված թույլ տուր, որ մի քիչ հանգիստ լինեմ, մի քիչ հանգստանամ։ Այդքան շատ բան ինձանից այս պահին մի պահանջիր։ Մի ստիպիր, որ ես ավելի լավը լինեմ, քան թե հիմա եմ։ Հիմա էլ ինչպես որ կամ էլի ինձ բավարար է։ Կամ հաճախ նաև ասում ենք, թե մի ստիպիր ինձ Տեր Աստված, որ ես վատ զգամ իմ արարքների արդյունքում, երբ որ ես սխալվում եմ, կամ մեկ ուրիշ շեշտադրում, որ հաճախ մենք անում կամ մտածում ենք, թե Տեր Աստված սիրիր ինձ այնպես, ինչպես որ կամ, թեև ես դրան արժանի չեմ, կամ աջակցիր ինձ եւ այդքան մեծ պատասխանատվություն, որ դրել ես իմ ուսերին, օգնիր, որ ես այդ պատասխանատվությունը կարողանամ տանել։ Արդյունքում մենք Աստծուց պահանջում ենք այն, ինչ որ իբրև շնոր Աստծուց մենք պետք է ընդունեինք։ Այս ինչ որ ես ասեցի, Աստծո օգնությունը, աջակցությունը, ներողամտությունը, սեր, այս ամեն ինչը շնոր է, որ Աստված մեզ անկախ ամեն ինչից տալիս է։ Մենք փոխարենը այս շնորհները ընդունելու, պատրաստ լինելու, որ այս շնորհները մենք ընդունենք, մենք պատրաստ չենք ընդունելու, բայց միևնույն ժամանակ պահանջում ենք, որ Աստված այդ ամենը մեզ համար անի։ Ու մեզ թվում է, որ աշխարհում մեր ցանկություններից ավելի կարևոր բան գոյություն չունի։ Ու մենք մեզ հարց չենք տալիս, իսկ ես ինչ կարող եմ անել դիմացինի համար, ինչ կարող եմ տալ դիմացինին, նույնիսկ եթե ես ինքս ցավերի, դժվարությունների ու փորձությունների մեջ եմ։ Մեզ համար մեր խնդիրները շատ ավելի կարևոր են եւ մենք շատ հաճախ նաեւ մեր այդ խնդիրների ու դժվարությունների մեջ, որոնք այսպես հատուկ ընդգծված շեշտադրում ենք, մենք մեզ ներկայացնում ենք մարդկանց, հա, մենք մեզ ներկայացնում ենք ազնիվ տառապողի կերպարի մեջ մի տեսակ։ Ես այս ամեն ինչին արժանի չեմ, ես այս ամեն ինչի հետ կապ չունեմ, բայց չգիտես ինչ այսքան դժվարություններ իմ կյանքում լցվել են գլխիս, մի տեսակ նաև ընդգծելով այն հանգամանքը, թե ինչքան անարդար է այս կյանքը։ Բայց անկեղծորեն, եթե մենք մտածելու լինենք, դիմացինը մեղք չունի, որ ես ինչ-որ դժվարություններ ունեմ, դիմացինը մեղք չունի, որ ես ինչ-ինչ խնդիրների ու փորձությունների մեջ եմ, ինչ էլ որ կա դա իմ պատասխանատվության բաժին է եւ ինչ էլ որ կա, ես ինքս պիտի հաղթահարեմ։ Պարզապես շատ հաճախ, երբ որ մենք պատրաստ չենք Աստծուց վերցնելու այն շնորհները, որ Աստված առատորեն մեզ կարող է տալ, մենք սկսում ենք դա մարդկանցից այսպես պոկել, կոպիտ ասած, կամ մարդկանցից պահանջել ու բնականաբար մարդիկ չեն կարող տալ այն, ինչ որ Աստված կարող է մեզ տալ, եւ էլի մենք այսպես մնում ենք կիսատ իրավիճակում կամ ոչ այդքան բավարարված ու էլի սկսում ենք շարունակել մեր բողոքը։ Կամ երբ որ մենք անընդհատ դիմացինից ակնկալում ենք ինչ-որ բանով, որ մեզ օգնի, որ մեզ աջակցի եւ այլն, մենք մտածել ենք դիմացինին դա պետք է թե ոչ, կամ դիմացինին դա օգուտ բերելու է թե ոչ, թե մենակ մեզ է դա պետք։
Եվ այս բնականաբար մարդկային կյանքում այս բոլորիս պարագային գուցե այս նույն խնդիրը կա, որ ամեն ինչի մեջ միշտ ամենակարևորը մենք ինքներս ենք։ Մեզանից ոչ մեկ չի կարող գլուխ գովալ կամ պարծենալ, թե իր ասելով, որ իմ խնդիրները այդքան էլ կարևոր չեն, կարևորը դիմացինի խնդիրներ։ Շատ հազվադեպ է, որ մենք այսպես ենք մտածում։ Մեզ ավելի շատ նաև հետաքրքրում է, թե մենք ինչ տպավորություն ենք թողնում մարդկանց վրա, այլ ոչ թե ինչպես ենք օգնում կամ ինչքանով ենք օգնում դիմացինին, որտեվ եթե նույնիսկ դիմացինին էլ մենք փորձում ենք օգնել կամ օգտակար լինել, ելի մեր մտքին ոչ թե դիմացինն է, որ իրեն օգնենք, այլ մարդիկ այս որ տեսնեն, որ ես այսինչ մեկին օգնում եմ, ինչ կմտածեն իմ մասին։ Մեզ ավելի շատ էլի դա է հետաքրքրում։ Էլի այստեղ եսասիրության, եսակենտրոնության դրսևորումն է։ Գիտեք, եթե մենք պատրաստ ենք Աստծո շնորհն ընդունելու անկեղծորեն, ամենայն պատասխանատվությամբ, խոնարհաբար, այդ շնորհը Աստծո մեզ ազատում է այն գիտակցումից, որ ես ուզում եմ ավելի լավը լինեմ, քան կամ։ Երբ շատ հաճախ ենք մենք, չէ՞, այդ միտքը արտահայտում, որ ես ուզում եմ լինել ավելի լավը, քան կամ։ Արտաքինից թվում է, թե շատ կարևոր եւ շատ կենսական հայտարարություն է, բնականաբար յուրաքանչյուր մարդու կյանքի առաքելությունը ավելի լավը լինելու, ավելի լավը լինելն է։ Մեկ քայլ ավելի առաջ կամ մեկ քայլ ավելի բարձր կանգնելն է առաքինությունների մեջ, պատասխանատվության մեջ, պարտաճառ եւ այլն։ Բայց գիտեք, երբ որ մենք էլի դա անում ենք մարդկանց կարծիքները հաշվի առնելով եւ անում ենք հասարակական կարծիքի համար, այստեղ լուրջ խնդիրներ կան։ Գիտեք, որpիսի մենք կարողանանք մի քիչ ավելի լավը լինել, քան թե երեք էինք, կամ մեկ քայլ ավելի լավը լինենք, քան թե երեք էինք, մենք նախ պիտի այսօր մեզ ընդունենք այնպիսին, ինչպիսին որ հիմա կանք։ Մենք մեզ այդպիսին չենք ընդունում։ Մենք մեզ օբյեկտիվ չենք կարողանում գնահատել եւ մտածում ենք, որ ես ավելի լավը պիտի լինեմ։ Ինչպես։ Եթե դու չգիտես այսօր ինչպիսին ես կամ ով ես, դու ինչպես կարող ես վաղ ավելին լինել։ Որպեսզի մենք կարողանանք բացահայտել մեր կյանքում Աստծո շնորհը, մենք նախ պիտի լինենք այնպիսին, ինչպիսին որ կանք։ Լավ կամ վատ, ճիշտ կամ սխալ կարևոր չի։ Կարևորը այնպիսին, ինչպիսին ենք, մենք մեզ այդպիսին ընդունենք եւ հաշտ լինենք ինքներս մեզ հետ։ Ես չեմ ասում, որ եթե կան բացասական դրսևորումներ, դրանց հետ պետք է հաշտ լինել, ասել, որ լավ է, չէ, բայց որpեսզի դու կարողանաս քո կյանքում ինչ-որ բան փոխես, պետք է իրականությունը տեսնես բաց աչքերով եւ առանց վախենալու, ընդհակառակը առավել մեծ պատասխանատվությամբ։ Բնականաբար մարդկային հարաբերություններին անդրադառնալով ես չեմ ասում, որ մարդկանցից օգնություն ակնկալել պետք չի կամ դա սխալ է։ Մարդկային հարաբերությունների մեջ այդ կարևոր է, երբ որ մեկս մյուսի օգնում ենք, երբ որ մեկս մյուսի կարեկից ենք, օգնության ձեռք ենք մեկնում, եւ բնականաբար այդ ամենի արդյունքում ձևավորվում են մարդկային փոխհարաբերություններ, բայց մի պայմանով, որ երբևէ չպիտի փորձես դու այդ կերպ դիմացինի վրա քո ազդեցությունը տարածես կամ դիմացինին գցես քո ազդեցության տակ։ Նման վարքագիծը միանշանակ անթույլատրելի է։ Եթե մենք փորձում ենք գնահատել մեր փոխհարաբերությունների որակը մարդկային կյանքում, մարդկային հարաբերությունների մեջ, մենք երկու ճանապարհ ունենք այստեղ, կամ մեզ հետաքրքրում է, թե ինչ կարող են ուրիշները կամ դիմացինը, ինչ կարող է անել ինձ համար, եւ երկրորդը, թե ես ինչ կարող եմ անել դիմացինի համար։ Եվ իրական անկեղծ մարդկային հարաբերությունները ձևավորվում են հենց այս երկրորդ ճանապարհով, երբ որ մենք ասում ենք, թե ես ինչ կարող եմ անել հանուն դիմացինի։ Իսկ ինչպիսին կարող ենք մենք լինել անկախ ամեն ինչից։ Այն հենարանը մարդկային մեր կյանքի, մարդկային որակների, մարդկային կյանքի յուրաքանչյուրիս դեպքում այդ հենարանը որն է, որից որ մենք կարող ենք առավել այսպես ուժ ստանալ, զորություն ստանալ եւ ճիշտ հարցադրումներ դնել մեր առաջ։ Բնականաբար այդտեն է, երբ որ ես դիմացինին ասում եմ, ես քեզ սիրում եմ։
Քրիստոս չէ, մեզ սովորեցրեց ավետարանում ասելով նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց։ Եվ այստեղ շատ կարևոր հարց կա, այդ նույն պատվիրանը դարեր առաջ էլ կար, Քրիստոսից առաջ էլ այս նույն պատվիրանը Աստված 5 կտակարանում կար, եւ ոչ մեկ անգամ այս պատվիրանը 5 կտակարանում կրկնվում էր, բայց այսինչ նոր սիրո մասին է խոսքը, որ Քրիստոս վկայում է, ինչով է տարբեր սա։ Եվ հետո Քրիստոս ավետարանում իր խոսքը շարունակում է ասելով, ինչպես ես ձեզ սիրեցի, այնպես էլ դուք սիրեք միմյանց։ Ակնհայտ է, որ այս սիրո մեջ արդեն, այն պատվիրանի մեջ, որ Քրիստոս է տալիս, սիրո այս պատվիրանի մեջ մի նոր բան կար, որ չկար 5 կտակարանում, որովհետև 5 կտակարանում սիրո պատվիրանը դա հրաման էր ավելի շատ։ Հրաման էր, օրենք էր, իսկ նոր կտակարանում իդեմս Քրիստոսի, երբ որ եկավ Քրիստոս աշխարհ, ինքը մեզ սովորեցրեց ոչ թե պետք է սիրել, այլ սեր լինել։ Եվ ինքը դարձավ աստվածային սերը, մարմնացավ աստվածային սերը իդեմս մեր Տեր Հիսուս Քրիստոսի։ Եվ սա այդ նորն էր, որը չկար 5 կտակարանում։ Ու այս դեպքում հնարավոր է դառնում մեր կյանքում ամեն տեսակ կասկած, դժգոհություն, տագնապ, անհանգստություն, որ կարող ենք ունենալ նույնիսկ Աստծո հանդեպ, փոխակերպել, այդ սիրով փոխակերպել Աստծո նկատմամբ ունեցած անխախտ վստահությամբ։ Եվ դա մեզ ազատություն է տալիս ամբողջ մեր կյանքի ընթացքում, մեզ ազատություն է տալիս ստեղծագործելու, պայքարելու, մեզ ինքներս մեզ ընդունելու այնպիսին, ինչպիսին որ մենք կանք։ Հետո մենք սկսում ենք արդյունքում, այս ամենի արդյունքում մենք ինչքան մարդը ազատ է, այնքան ավելի մարդը պատրաստ է դիմացինին տալու ավելիով, օգնելու, զորավիք լինելու, կարեկից լինելու եւ Աստծուն վստահող, աստվածային հույսով լցված մարդը բնականաբար միշտ չէ որ կարող է ուրախություն ունենալ, ուրախությամբ ապրել։ Ոչ մեկ չի ասում, որ եթե դու այդ սիրո մեջ ես կամ աստվածային սերը իբրև շնոր քեզ առատորեն տրվել է եւ դու այդ սիրով ազատորեն ապրում ես, այդ չի նշանակում, որ դու այսպես անհոգ ու երջանիկ պիտի լինես։ Հոգևոր կյանքը, քրիստոնեական կյանքը մեզ բազմիցս տալիս է այդ օրինակը եւ սովորեցնում, որ հավատքը մեզ չի ապահովագրում փորձություններից ու դժվարություններից, բայց հանձնառությունը փորձությունները հաղթահարելու, պատասխանատվությունը ամեն տեսակ մեր որոշումների պարագային մեր կյանքը շատ ավելի լիարժեք ու ամբողջական է դարձնում։ Գուցե առանց փորձությունների չի լինում, բայց մեր կյանքը շատ ավելի լիարժեք ու ավելի լեցուն է դառնում այս պարագային։ Հետևաբար շատ հաճախ մեր մտածումների մեջ հոգևոր կյանքի ընթացքում, երբ որ մենք ասում ենք դու պետք ես ինձ, աստվածային սիրով եւ ազատությամբ հնարավոր է այս արտահայտությունը փոխել այլ կերպ, այս արտահայտությունը փոխել այլ շեշտադրությամբ, որ ես պատրաստ եմ քեզ տալու այն ինչի կարիքը դու ունես, ոչ թե դու ինչ կարող ես ինձ տալ, այլ ես պատրաստ եմ քեզ տալու։ Սա յուրաքանչյուրիս կյանքում, յուրաքանչյուրիս պարագային պիտի դառնա հստակ ուղեցույց, որովհետև գիտեք շատ հեշտ է մարդու լսել խնդիրները, դժվարությունները, անհանգստությունները եւ ասել վայ ինչ վատ է ամեն ինչ։ Շատ հեշտ է այդ ամենը անել։ Մենք երբեմն նաեւ խուսափում ենք նաեւ շատ ավելին մարդկանց խնդիրներին ու փորձություններին հաղորդ դառնալու, որովհետև նաև սա ենթադրում է պատասխանատվություն, ինչով կարող ենք այդ մարդուն օգնել, մենք ինչ կարող ենք այդ մարդուն տալ, բայց քրիստոնյայի յուրաքանչյուր քրիստոնյայի առաքելությունը սա է, իրար նկատմամբ անտարբեր չլինելը, ինչ կարող եմ դիմացինին տալ, ինչը որ շատ ավելի այդ մարդու կյանքը կթեթևացնի, ավելի այդ մարդուն կերջանկացնի կամ ուրախություն կպարգևի, եւ այս առումով շատ կարեւոր է, որ մենք շատ ավելի ուշադիր լինենք մեր կողքիների նկատմամբ, որովհետեւ եթե մենք սա չանենք եւ փորձենք անտարբերորեն անցնել, կամ եթե նույնիսկ անտարբերել չենք, պարզապես հարցնում ենք դիմացինին ինչպես ես, չէ, այդ տեսել եք, այդ օրինակը շատ կա, հա, դիմացինին ասում ենք ոնց ես ու գնում ենք, էլ չենք էլ լսում պատասխանը ու շատ հաճախ ենք մենք դա անում, բոլորս ենք դա անում։
Գիտեք, եթե այս իրավիճակը մեր կյանքում շատ տևական ձևով այսպես ամրանում է, մի օր ծնվում է մեկ ուրիշ բան, այդ անտարբերությունը դառնում է կենսակերպ, այդ անտարբերությունը սկսում է ավելի մի տեսակ դառնալ բնական, ու հետո մենք զարմանում ենք, ինչ են մարդիկ մեզանից պահանջում, ինչ են մարդիկ այսպես ակնկալում, որ ինչ-որ բանով մենք պիտի օգնենք, չէ՞ որ հարցրեցի ոնց է, հերիք չի այդքանը։ Իհարկե հերիք չի, եւ բնականաբար մենք պիտի կարողանանք մեր այդ ներքին եսակենտրոնությունը, էգոիզմը հաղթահարել ու որը որ կարծում եմ բոլորիս էլ հատուկ է, յուրաքանչյուր մարդ ունի այդ եսասիրությունը, միտեղ շատ ավելի ընդգծված է, միտեղ ավելի պակաս ընդգծված է, բայց միշտ այդպես է մեր կյանքում, ուզենք թե չուզենք, այս իրականության հետ մենք պիտի առնչվենք եւ պիտի կարողանանք առերեսվել ու հետո ինքներս ամեն մեկս մեզ համար որոշում կայացնենք։ Ամեն դեպքում կարելի է մարդուն մի փոքր, մեզանից շատ բան չի գնում, պարզապես պետք է այդ մարդուն կարողանալ նկատել, այդ մարդու խնդիրներին հաղորդ լինել, կարեկից լինել եւ այդ չնչին բանը, որ կարող է մեծ ուրախություն պարգևել, չզլանալ։ Սա մեր կյանքի ամենամեծ առաքելությունն է։ Եթե մենք խոսում ենք քրիստոնեությունից կամ հոգևոր կյանքից առհասարակ, ավելի մեծ բաների ակնկալել պետք չի կամ ինչ-որ երկնքից աստղեր իջեցնելու կարիք չկա։ Այս ամենափոքր բաներից է սկսվում քրիստոնեությունը, մեր կյանքը, մեր կյանքի լիությունը, մեր կյանքի ուրախությունը, լիարժեքությունը մեր կյանքում ամենափոքր բաներից է սկսվում։ Երբ որ մենք այս փոքր իրողությունների մեջ հավատարիմ ենք, այս փոքր բաներում պարտաճանաչենք, ազնիվ ենք, անկեղծ ենք, եթե մենք անկեղծորեն, ուշադիր լինենք ու օբյեկտիվորեն գնահատենք, մեզանից նորից եմ ասում, շատ մեծ ջանքեր չի պահանջվում, բայց ամեն ինչ սկսվում է հենց այստեղից։ Ու ամեն մի փոքր բան մեր կյանքում կարող է շատ մեծ օրհնության եւ շատ մեծ ուրախության, երջանկության առիթ դառնալ եւ մեզ համար, եւ դիմացինի համար։ Ուղղակի պետք է երբեմն այս մասին մտածել։ Ու սա այն աստվածային շնորհն է, որը որ մեզ տրված է, եւ այդ շնորհը տրված է ոչ թե նրա համար, որ մենք ասենք սա մերն է, այլ տրված է, որպեսզի մենք էլ կարողանանք մեր հերթին այն բաշխել դիմացինին։ Այս մեր առաքելությունն է։